Պահանջ թիվ 1 արցախցիների վերադարձի իրավունքների ապահովում կամ այդ ուղղությամբ տեսանելի գործունեություն։ Պահանջ թիվ 2 նախքան արցախցիների վերադարձի իրավունքի ապահովումը Արցախ, արժանավայել կյանքի պայմանների ստեղծում։ Երրորդը տեսանելի գործողություններ հայ պատանդներին Բաքվից ետ բերելու ուղղությամբ, չորրորդը տեսանելի գործողություններ մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ Ես այս 4 պահանջների մեջ չտեսա որևէ 40+10 պահանջի։ Ես վստահ եմ, որ լրատվամիջոցները մեծ դեր ունեն այս տեսակ խնդիրների ճիշտ լուսաբանման մեջ եւ հարցերի հարցադրումները պետք է լինեն կորեկտ ու արտացոլող այն պահանջները, որոնք արցախցիները ներկայացրել են Հայաստանի կառավարությանը։ Ինչ վերաբերում է նրան, թե կառավարությունը ինչ է քննարկելու, մենք կսպասենք, տեսնենք ինչ է լինելու այս հանդիպման ավարտը։ Հանդիպման ավարտից հետո մեր պատվիրակությունը դուրս կգա ու կտեղեկացնի նաև ձեզ լրագրողներին այն ամենի մասին, ինչ որ այնտեղ տեղի ունեցել։ Քիչ ակնկալիքներ ունեք այս իշխանությունից։ Մեր ակնկալիքները հրապարակված են մեր հանրահավաքի հանրագրի մեջ։ Այդ ենք ակնկալում։ Եթե իսկապես չվերանայվի մոտեցումը կառավարության Նայեք, կողմից, ինչ է լինելու արցախցիների հետ։ Բնակարանի հարցը բավականին բերեք, ծանր հարց է։ բերեք այդ հարցերը, որոնց կարող եք ակնկալել մեկ այլ այստեղ գտնվող մարդուց, ինձ մի հղեք, այդ հարցերը ցանկացած մարդ կարող է ձեզ պատասխանել։ Ես ավելի գլոբալ բաներ խոսեցի, չեմ ուզում, որ դուք իջեցնեք հիմա մեր խոսակցությունը կենցաղային խնդիրների մակարդակի։ Շնորհակալություն։